Ոչինչ չենք վերել, մեքենան մեկը մնաց հայաթում, մեկը մնաց ճանապարհին, որ ինքը չէր կարողանում վարել մեքենան, վարորդ էի գտել, որ բերում էր մեզ, էդ էլ ճանապարհին մեքենայի խնդիրներ առաջացավ, թողեց մեզ այդ տղան, ինքը մեզնից թաքուն ուրիշ մեքենաներով այդ որ գալիս էին, թողեց գնաց, մի գիշեր մնացինք ճանապարհին, Շուշին անցել էինք արդեն Առավոտյան լուսադեմին մեքենաներ եկան, զինվորական մեքենաներ էր, բայց իրենք զինվորականներ էին, բայց իրենց ընտանիքներին էին տեղափոխում, խնդրեցի մի կերպ մեզ էլ տեղափոխեցին, այդ մեքենան էլ մնաց ճանապարհին, ինչ որ վերցրել էի, որոշ բաներ, հիշողություններ, տնից բոլորը մնաց մեքենայում ճանապարհին, կարևորը որ ես կարողանայի այդ հիվանդին տեղափոխել, ավելի շատ մտածում էի Աստված չանի հանկարծ մի բան պատահի ես այս ամայի վայրում ինչ կանեմ ոնց կանեմ երեխեք արդեն եկել էին մենակ էինք մենք մի խոսքով շատ մեծ դժվարություններով եկանք հասանք այն պահը որ եկաք հասակ հանգստություն եղավ գոնե մի տեսակ լիցքաթափվում ես իհարկե այն լարվածությունը այդ հակարի կամուրջը անցնելու այդ պահը ինքը զինվորական էր անընդհատ մտածում էի չնայած ես իրա բոլոր փաստաթղթերը ստացած մեդալները պատվոգրեր բանկար սաղ վերացրել էի այն զինվորական տարիների նկարները բոլորը ոչ մի հիշողություն չենք բերել մեզ հետ բոլորը թողել ենք այնտեղ նկարները վառեցի վառարանում ակնկալում էի լսել որ ինչ էիք աշխատում ոնց էիք ապրում տունը որտեղ է Արցախում ավարտել եմ մանկավարժական ինստիտուտ այն ժամանակ Բաքվի մասնաճյուղներ Ստեփանագերտում պատմաիրավաբանական ֆակուլտետը աշխատել եմ երկար տարիներ մանկավարժ վերջին 10 տարիներ աշխատել եմ Արցախի պետական համալսարանում մեթոդիստ էի հետո որ ամուսինս հիվանդացավ արդեն թոշակի տարիք էր, հա, ստիպած սկսեցի իրեն խնամել ու այդպես այդ վիճակում տեղափոխեցի իրեն ստեղ, երեխաները մի երկու օր շուտ էին տեղափոխվել այդ բենզինի դեպքերի ժամանակ թորնիկներս են եղել այնտեղ դեպքի վայրում, Փառք Աստծո նորմալ դուրս են եկել, անկորուստ, Հիմա իրանք էլ են ապրում Արտաշատում, մենք էլ վարձով, որ հիշում եք Ստեփանակերտի, որ արդեն հիշողություններ տարիներ են անցնում, անընդհատ ժամանակ անցնում է, ամենաբյուրեղացած, ամենաշատ կարոտելու պահը, ամենաշատ մթնոլորտը, բնությունը, չգիտեմ, տունը, ձեր հարազատ պատերը, ի՞նչն է կարոտում։ Գիտեք, Արցախում ապրել ենք նորմալ վիճակում կարելի ասել նույնիսկ լավ ենք ապրել մինչև Արցախյան շարժումից հետո դե պատերազմ առաջին Արցախյան ամուսինս պատերազմի մասնակից էր սպա է ես էլ իմ մանկավարժական աշխատանքով էի զբաղվում Արցախի նման երկիր երկրորդը չեմ պատկերացնում եթե կլինի կարոտը սպանում է շատ մեծ վիշտ ենք ապրում ոչ միայն մենք մեր ընտանիքը այլ ընդհանրապես արցախցիների մեծամասնությունը գերակշռող մասը չհաշված այն մարդիկ դե գիտենք բոլորս էլ որ եղել են նաև մարդիկ որոնք զբաղվել են այլ գործունեությամբ Բայց այսօրվա դրությամբ հիմնականում են սովորական մարդիկ են, որ վատ վիճակում են, պայմանները վատ, տան կարոտը, այդ հայրենիքի կարոտը, դժվար է էլի որ ասում եք կարոտ տան կարոտը ձեր տան կարոտը այդ միջավայրի ձեր աշխարհի ուզում հասկանամ այդ կարոտը ընդհանուր կարոտը երկրի հողի հայրենիքի բոլոր սրբությունների այ հիմա ինտերնետում նայում ես այդ եղբայրական գերեզմանը ոնց են ավերում այդ ոճրագործները սրբությունները մեր հին քաղաքի Ստեփանագերտի գերեզմանատունը մի մասը քանդել են տեսնում ենք էլի այդ
Չնայելը ավելի հեշտ չի, ստիպել չնայելը, տիկինանայել։ Չեմ կարողանում։ Ընդհակառակ ուզում եմ տեսնեմ, էլ ինչ ավերեցին, էլ ինչի կբան, էլ ինչը վերացրեցին, չի լինում չնայել։ Ամեն ինչ ձեզ հետ բերեցիք, հասցրեցիք, ամեն ինչ բերեք։ Ոչ մի բան չենք բերել։ Թողել ենք 2 բնակարան, մի հատ սեփական անհատական տուն էինք կառուցել, մի հատ 3 սենյականոց առանձին տուն ունեինք։ Նույնիսկ տան որոշ ապրանքներ հանեցի, բակում վառեցի, խարույկ էի սարքել, այնպիսի մի գազանի բան էր մտել մեջս, որ պատկերացնում, հիմա որ նայում եմ, որոշ բնակարաններ իրանք այդպես ավերած, ցրիվ տված հանգստանում եք, որ դուք չեք ես թողել։ մի տեսակ հանգստանում եմ, որ վառել եմ, որ իմ շորերը հայաթում շպրտած չի, որ իմ տան վարագույրները կախած չի, իրանք պատռում են կամ վառում են, բոլորը վառել եմ։ Կան նկարները տեղն այրախոսից մեջ անում էի ու նկարում էի, հարևաններս լացում էին, ես չէի լացում։ Ես անենց մի տեսակ վայրենացած էի այդ պահին, չէի զգում, անզգայացած էի, ինչ եմ անում։ Տիկին այդ մարդիկ տարբեր են, տարբեր իրավիճակ, այսինքն նույն իրավիճակին մարդիկ տարբեր արձագանքներ են անում, եթե այդ պահին դա ձեզ ուրախացրել է, դա ոնց որ սիրտը հովացրել է, ուրեմն ճիշտ է կարել։ Ու այսօր, ուրեմն ճիշտ է կարել։ Իսկ հիմա ի՞նչն է ուժ տալի։ Լավ, շունչ առեք, ջուր խմեք, Արմինեին հարցնում։ Արմինե, ծրագիրը հումանիտար աջակցություն ինչ է ներառում, ինչ է հումանիտար աջակցության բառակապակցության ներքո, ինչ է հումանիտար աջակցություն բառակապակցության ներքո։ Նայեք, ի սկզբանե երբ որ ծրագիրը ստեղծվեց, երբ որ մենք որոշեցինք, որ հայկական Կարիտասի համագործակցությամբ պետք է իրականացնենք այդ ծրագիրը, դրվեցին որոշակի չափորոշիչներ, որոնց համապատասխան մենք պետք է ընտրեինք, հավաքեինք այն կազմը շահառուների, որոնց հետ պետք է աշխատեինք։ Շատ մեծ ցավով եմ նշում, որ իրականում այդ հոսքը, որ գալիս էր մեր պոտենցիալ շահառուների, այնքան շատ էր, բայց մեր դոնորի կողմից կային հստակ չափորոշիչներ եւ հստակ քանակ սահմանափակ 60 հոգի շահառու ունենք, որ դուք ստիպված ենք ընտրել ու շատ դժվար ընտրություններ էր, շատ դժվար։ Անկախ նրանից, որ յուրաքանչյուրի հետ խոսում ես, իրենք պատմում են այդ ամեն ինչը, սկսում ես վերապրել իրենց հետ, իրենք են վերապրում այդ ամեն ինչը, ոնց որ դառնում նաև քո անձնական ցավը։ Ու վերջում, որ ստիպված ես լինում մերժել, որովհետև իրենք զուտ այդ հստակ չափորոշիչների չեն համապատասխանում, ասեք ասեմ, վատ ես զգում, որ չկարողացար հերթական ինչ-որ մեկին օգնել։ Ծրագիրը ստեղծված էր եւ պահանջն այն էր, որ պետք է լիներ վերաբերվեին, շահառուներ պետք է լինեին տարեց թոշակառուներ, հաշմանդամության կարգ ունեցող տարեցներ եւ սահմանափակ էր կամ միայնակ տարեց թոշակառուներ եւ հաշմանդամության կարգ ունեցողներ, այսինքն կային այդ ամբողջ հոսքի մեջ եւ բազմազավակ մանկահասակ երեխաներով ընտանիքներ եւ այլն, բայց քանի որ հնարավորություն չկար իրենց ընդգրկելու, իրենք բացմիացին, հայո, զուտ դոնորը զուտ պահանջը դրել էր, որ պետք է լինեն այդ չափորոշիչներով եւ պետք է լինեին զուտ 60 հոգի։ Մենք ընտրությունը էլի արեցինք շատ դժվարությամբ, ես համագործակցել եմ մեր տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կառույցների, համայնքապետարան, մարզպետարան, մեր մյուս հարակից համայնքապետարանների հետ, միասնական սոցիալական ծառայության կենտրոնի հետ, իրենցից տրամադրվեցին ցուցակներ, որոնք արդեն, որ հասարակական ցուցակներ, իհարկե Էլի ցավով եմ նշում, որ ամբողջական չէին այդ ցուցակները եւ մեր աշխատանքի շնորհիվ էլ որոշ բաներ շտկվեցին, լրացվեցին, քանի որ այն սկզբնական պահում, որ առատագաղթը սկսվել էր, տեղահանումը սկսվել էր, գալիս էին, բայց կարողա մի պահ այս տարածքում գրանցվեին, հետո տեղափոխվեին ուրիշ տարածքներ եւ այլն, բնակարանի գտնելու եւ այլն պատճառներով, այդ տեղաշարժի պատճառով այդ ցուցակներն էլ հստակ չեն։